Լիլիթի արկածախնդիր ու հաշվենկատ բնավորությունը վերջին զանգը սերիալում նոր թափով է բացահայտվում, նա հասնում է իր հերթական հաղթանակին, Հենրիին վերջնականապես հեռացնում է Աննայից, տղայի հիասթափությունն այնքան խորն է, որ այլևս ոչ մի բացատրություն, ոչ մի արդարացում նրա սրտին հասանելի չեն, նա չի ուզում լսել Աննային, խուսափում է նույնիսկ նրա աչքերի մեջ նայելուց, Աննան այս ամենի կենտրոնում ամբողջությամբ ջախջախվում է, սեփական որդու վերաբերմունքն Աննային այնքան խորն է հարվածում, որ նա հայտնվում է ծանր հոգեբանական վիճակի մեջ, ոչինչ այլևս չունի արժեք, խաբված մայրական զգացմունքներ, տարիներ շարունակ թաքցրած ճշմարտություններն ու ամենավատը՝ լռություն, որ կործանում է ընտանիքը, այս տառապանքի կիզակետում Աննան վատանում է ու ընկնում, միակ բանը, որ նա կարողանում է անել զանգահարել իր երեխաներին, աղաչելով գալ շուտ, պարզապես գալ օգնության, քանի որ նա իրեն վատ է զգում, դեռ հայտնի չէ Աննան զանգահարում է Հենրիին, թե Ֆաինային, որովհետև ինչպես երևում է, Հենրիի ու Աննայի հարաբերությունները լարվել են և հնարավոր է, որ Հենրին չպատասխանի մոր զանգերին, Լիլիթը չարությամբ հասել է իր ուզածին, Հենրին չի ցանկանում Աննայի երեսին ուղղակի նայել, նրանց շտապ տեղափոխում են հիվանդանոց, հավանաբար այս սթրեսային միջավայրն է պատճառը դառնում, որ ծննդաբերությունը սկսվում է նախատեսվածից շուտ, բժիշկներն արագ արձագանքում են, բայց սթրեսը անում է իր գործը, իհարկե նրան օգնության են հասնում ընտանիքի անդամներն ու բժիշկները, բայց նրա հոգում սկսվում է նոր պայքար մեղքի, հուսահատության ու մենակության մեջ, նրա որդին ծնվում է բնականաբար առողջ, որովհետև արդեն տեսանյութեր ու լուսանկարներ հայտնվել են համացանցում և հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում, որ նրա երեխաները Ֆաինան, Հենրին և փոքրիկը միասին են ուրախ ու երջանիկ և իհարկե գեղեցիկ դուրսգրման պահ են կազմակերպում և բավական ուրախ ընտանիքը վերադառնում է տուն, իհարկե սա ուրախալի լուր է, որ երեխան ծնվում է ողջ ու առողջ, բայց Աննան հայտնվում է նոր սթրեսային ծանր իրավիճակում, և հենց այն պահին, երբ թվում է ամեն ինչ խճճվել է ու վերջնականորեն փլուզվել, հայտնվում է Սոսը, նա Լիլիթին ուղղում է այն հարցը, որ երկար ժամանակ նրան ցավեցնում էր, ինչ է տվել քեզ Աննայի երեխաների առաջ, Աննային նվաստացնելը, ինչ էիր ուզում ապացուցել, իհարկե Լիլիթը կարծես թակարդում հայտնված գազան պայթում է կատաղությունից, նա երկար ժամանակ իրեն դրսևորում է որպես սառնասիրտ, հաշվենկատ, խելամիտ, բայց Սոսի ուղիղ հարցը խոցում է նրա ամենաթույլ կետը, նա հասկանում է, որ Սոսն արդեն կողմ է ընտրել ու կանգնած է Աննայի կողքին, չնայած տարիների բաժանմանը, չնայած ամբողջ անցյալին, Լիլիթը պարզապես այլևս չի կարողանում վերահսկել ոչինչ, նա գոռում է, փորձում է արդարանալ, նույնիսկ մեղադրել Աննային ամեն ինչի համար, իսկ Սոսը լուռ է, նրա աչքերում կա ափսոսանք, զայրույթ, բայց նաև վճռականություն, նա հասկացել է, որ կորցնելուց առաջ ամեն ինչ կարելի է ետ բերել, եթե կա ճշմարտություն ու սեր, հեռուստադիտողներին այս ողջ շրջանում հետաքրքրում է մի հարց, արդյոք Լիլիթն ու Աննան լինելով քույրեր, իրականում կա այդպիսի քույր, որ կարող է քրոջ նկատմամբ նման ատելություն դրսևորել ու ամեն ինչ անել, որպեսզի հարազատ քրոջ կյանքը վերածվի իսկական դժոխքի, այն էլ մի տղամարդու համար, իհարկե Աննայի ծննդաբերությունը հնարավոր է բարդանա, քանի որ այդքան սթրեսից ու ծանր հոգեբանական վիճակից դժվար է առանց բարդությունների երեխա ունենալ, երեխան կյանքի ու մահվան միջև պայքարի մեջ կլինի, Հենրին տեսնելով մոր վիճակը կոտրվում է ներսից ու ամեն ինչ կարող է փոխվել սիրո, ներման ու վերագտնելու ճամփան բացելով, թե ինչպես կավարտվի այս ամենը ցույց կտա ժամանակը, բայց դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր նորությունները վերջին զանգը հեռուստասերիալի հետ կապված, գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, չմոռանաք նաև գրել ձեր կարծիքները, ինչ եք կարծում Հենրիին
կողքին կկարողանան ներել Աննային, թե ոչ։ Մեր կարծիքով Աննայի վիճակը ծննդաբերության ընթացքում կվատանա և Հենրին կխոստանա, որ եթե Աստված օգնի ու մայրն ու փոքրիկը դուրս գան այդ վիճակից, նա մոր կողքին կլինի միշտ։ Համակարծիք եք, գրեք ձեր կարծիքները, քննարկեք, չմոռանաք բաժանորդագրվեք, քանի որ հաջորդ տեսանյութերից մեկում ձեզ համար կբացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները այս հեռուստասերիալի մասին և ոչ միայն, ձեզ կներկայացնենք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին։ Եղեք տեղեկացված առաջինը, պահը բաց մի թողեք ու անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին։